Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են նոր, թեժ ու ինտրիգային զարգացումներ։ Սերիալներն այնքան լարված են, որ հեռուստադիտողներն ուղղակի անհամբերությամբ են սպասում յուրաքանչյուր հաջորդ սերիայի։ Բնականաբար այս սերիայում ամենամեծ խնդիրը Աննայի համար Հենրիին գտնելն էր, իսկ երբ Միքայելը պարզեց, որ կրկին հալալի մատը խառն է և որ նա թաքցրել է, բնականաբար առաջին բանն այն էր, որ նա շտապեց հալալի տուն ու նրան մեղադրեց իրեն խաբելու մեջ։ Սակայն պետք է իմանալ, երբ մարդ մեկ անգամ դավաճանում է, նա ընդունակ է բոլորին ու ամեն անգամ խաբելու ու դավաճանելու։ Այս ամենին զուգահեռ հեռուստասերիալում նոր ինտրիգներ են զարգանում։ Մերին կասկածներ ունի, որ Արամի պապը իր հոր սպանության մեջ իր բաժինն ունի։ Բնականաբար նա չի կարող թույլ տալ, որպեսզի Արամը լինի իր կողքին, հատկապես որ Սեմն էլ դեմ է։ Սակայն Արամը չի պատրաստվում նահանջել, քանի որ ինչպես ինքն է ասում, նա իրեն Մերիի հետ շատ լավ է զգում ու պատրաստվում է հանուն Մերիի ապրել Հայաստանում։ Բայց ամեն ինչ այլ ընթացք է ստանում, երբ նա գալիս է Մերիի մոտ ու այդ ամեն ինչին ականատես է լինում Սեմը։ Բնականաբար նրա մեջ եղբայրական զգացումներ է արթնանում, ինչը մեղադրելի է իհարկե հեռուստադիտողների կողմից ու հարձակվում է Արամի վրա, ինչից հետո Արամը վայր է ընկնում ու ավելին գլխով հարվածում է երկաթին։ Դրանից հետո բնականաբար Արամը հայտնվելու է հիվանդանոցում ու վերադառնալու են Հայաստան Սոսն ու Լիլիթը, իսկ թե ինչ զարգացումներ է սպասվում դրանից հետո արդեն պարզից էլ պարզ է։ Սոսը շտապում է Հայաստան, սակայն Սոսին հետաքրքիր անակնկալներ են սպասվում հենց Հայաստանում։ Դե ինչ, որպեսզի իմանաք, թե արդյոք կփրկվի Արամը, թե ոչ, միացեք մեր ալիքին, դիտեք բոլոր տեսանյութերը, որոնք ձեզ կպատմեն, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում։ Իհարկե չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Տեղեկացնենք, որ այս պահին հայտնի է, որ Ռոզա Դավթյանը մեկնում է երկրից, բնականաբար ոչ երկար ժամանակով։ Հեռուստասերիալը կիսատ չի թողնի դերասանուհին և նա իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ոչ մի դեպքում Հայաստանից չի հեռանա։ Դե ինչ, դիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք ձեզ կպատմեն հետագա սերիաների մասին, իհարկե չմոռանալով գրել ձեր կարծիքներն ու բաժանորդագրվել մեր ալիքին։ Ձեզ մաղթում եմ։ Ուրեմն սյոմյատակ ինչ սաստավով ենք այսօր նկարվում։ Ես իմ կյանքը, իմ սերը, աստղն էլ այսօր մեզ միացել։ Հալալը և Հենրին։ Նենց որ սպասեք հետաքրքիր նորությունների։ Ողջույն սիրելի հետևորդ, ինչպես եք։ Հարցախ խեղտ եք անում ինձ, թե երբ է Հենրին իմանալու, որ Անգելինան իր քույրը չէ, շուտով, շատ շուտով, շատ եք ուզում կրկին ականատես լինել իրեն սիրո գեղեցիկ տեսարանների, կլինեք, անպայման, սպասեք, զինվեք համբերությամբ, համբերությունը ուժ է տալիս, շատ քիչ ժամանակ է մնացել, որ իրեն զույգը կրկին միավորվի և դուք վայելեք այդ սիրո պտուղները։ Շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք, շնորհակալ եմ, որ շատ եք այդ հարցից տալիս ու շնորհակալ եմ, որ ապրում եք այդ սիրով։ Իրականում տրիդե ակնոցը այս դնում ես ու տեսնում ես ոնց է գրում Արամ Խաչատրյանը, նստում է վերակենում, հետո նստում է սկսում է նվագել, ժողովուրդ շատ հավես է ու նորություն ոչ մի տեղ չկա սենց բան, ոչ մի թանգարանում ես սենց չեմ տեսել, մեկ էլ Փարաջանովի թանգարանում մի հատ հավես 3D էֆեկտ կա, էդ էլ լավ կարող եք էդ էլ գնալ, բայց անպայման մանավանդ եթե ունեք փոքր երեխա, բերեք թող վայելի վճարովի ծառայությունա, բայց շատ հավես է, ոնց որ իրականում տեսնում ես այդ մարդուն դիմաց հետ, անպայման եկեք, մերսի շատ, հաջողություն, անպայման։
Հիմա գտնվում ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։ Փաստորեն վերջին 10 տարին Ավետիք Իսահակյանը ապրել է այստեղ, իսկ ես անգամ չգիտեի, որ այստեղ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, որովհետև ես գիտեի Գյումրիում է։ Միատնեք ինչ հավես այգի է այստեղ, ասենց հավես։ Իսահակյանն է իր հետ կանով։ Անկյունիկա, սիրուն ծաղիկներով, մի խոսքով գժական։ Շատ սիրուն է։ Գնանք հեսա տեսնենք ներսը ինչեր կան։ Բարև բոլորին։ Այսօր համեմատած ինձ մի քիչ լավ եմ զգում ու չէի կարող բաց թողնել այս հրաշք եղանակին դուրս գալու հնարավորությունը։ Դուրս եմ եկել մի փոքր քայլ եմ գնամ տուն։ Փաստորեն ինձ մյուս շարքի հակաբիոտիկները օգնեցին, ոտքի կանգնացրեցին։ Եկել եմ շնորհակալություն հայտնեմ անսահման բոլորիցդ։ Անկեղծ եմ ասում, այդքան ջերմ խոսքեր, այդքան առողջության մաղթանքներ, որ դուք եք ինձ գրել, ծանոթ, անծանոթ, սիրում եմ բոլորից շատ ու ձեզ վստահեցնում եմ, որ հենց այդ խոսքերը նույնպես այդքան լավ էներգիան, այդքան ջերմությունը նույնպես ինձ ոտքի կանգնեցրեց։ Շնորհակալ եմ շատ, ապրեք, գրկում եմ բոլորիդ, պաչիկներ եմ անում, արդեն լավ եմ, վերադառնում եմ իմ սովորական կյանքին։ Ողջույն բոլորին, հուսով եմ լավ եք։ Շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Վերջին զանգը հեռուստասերիալի շրջանակներում, չափազանց հետաքրքիր տեսարաններ, շատ սպասված հանդիպումներ, շատ հետաքրքիր երկխոսություններ, շատ խոսուն, մեծ ասելիքով, մի խոսքով ամենահետաքրքիր տեսարաններն առջևում են։ Շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ միտք կա, որը պիտի իրականացնենք։ Եվ հետո, եթե ունեք հետաքրքիր հարցեր, բովանդակալից հարցեր, հղեք, սիրով կպատասխանեմ։ Այսօր այդ օրն է։ Այն որ շատ եք ասում, ինչ եք անում, որ դերասան եք էլի թոքաբորբով, ջերմությունով, գնում եմ նկարահանման։ 5 օր տանից դուրս չեմ եկել, սիստեմաները, որ ընդունում եմ, այդ գնում եմ նկարահանման։ Բայց չեմ բողոքում, ես մեկը սիրում եմ աշխատանք։